Ադրբեջանական արտգործնախարարության զգուշացումը հնդիկներին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների հարցում պետք է ուշադիր լինել, թե զգուշ լինել։ Հիմա տերմինը լավ չի։ Ադրբեջանը խնդիր ունի սահմանափակելու Հայաստանի մանևրի ցանկացած հնարավորություն տվյալ դեպքում նաև Հնդկաստանից հնարավոր աջակցություն։ Խանդը թեպի այդ։ Այո, ես կարծում ադրբեջանական կողմը ուշուշով հետևել է Հնդկաստան-Պակիստան վերջին դիմակայությանը հասկանալու համար հատկապես հնդկական կողմերի հնարավորությունները եւ հնդկական զենքերի արդյունավետությունը, որտեղ այդ զենքերը փաստացի գալիս են փուլ առ փուլ Հայաստան եւ հնարավոր է ինչ-որ էսկալացիայի դեպքում գործեն նաեւ Ադրբեջանը։ Եթե այդ նախազգուշացումը կա, նշանակում է իրենք ինչ-որ մտավախություն ունեն, որին հանգել են ուսումնասիրելով այդ կարճատև դիմակայությունը։ Հիմա հաջորդը, որ մեզ պետք է շատ հետաքրքրի, դա Վաշինգտոնի եւ Թեհրանի երկխոսությունն է։ Այսօր նորից Թրամփի շուրթերով լավատեսություն հնչեց, որ մենք շատ մոտ ենք այդ համաձայնագրին։ Ինչ է փոխում դա մեզ համար։ Էլի ընդհանուր պատկերի մեջ տարածաշրջանի անվտանգային բանաձևերն է փոխում եւ տարածաշրջանի անվտանգային պատկերը։ Սա նշանակում է, որ մեր հարևանությամբ այլևս Սիրիան սանկցիաներից դուրս է գալիս։ Մի բան ենթադրենք Իրանն էլ է դուրս գալիս սանկցիաներից, հա։ Այսինքն տարածաշրջանում նայեք, նախկինում կոնֆլիկտային, վիճահարույց, խնդրահարույց բոլոր թեմաները ըստ էության գնում են սպառման եւ ըստ էության հակամարտության, ակտիվ հակամարտության հնարավորությունները սահմանափակվում են, այս սրանն է տանում։ Օրինակ տեսեք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կա խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման փաստացի ավարտված որը իմիջիայլոց հիշեց 3 հիշեց Վաշինգտոնի ներկայացուցիչ։ Այո, սա ինչի մասն է խոսում, որ կողմերի միջև ակտիվ կարգավորած հակամարտություն, բայց ակտիվանալու դրա ռազմական փուլ թևակողելու հնարավորությունները նվազագույն են։ Հիմա նույնն էլ վերցնենք մեծ տարածաշրջանի մասով։ Սիրիայի մասով այլևս նման հնարավորություն չկա, փաստացի այդտեղ իշխանափոխություն է եղել եւ գործող կառավարություն արդեն ժամանակավոր է չնայած, բայց ընկալել է աշխարհի համար։ Միակ ռազմական խնդիրը այս պահին կապված է Իսրայելի հետ, բայց կարծում դա եւս կառավարել է։ Իրանի պարագայում, եթե կարգավորում են հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, ապա Իսրայելին գործելու հնարավորությունները խիստ սահմանափակվում են։ Նույնը նաեւ ավելի մեծ տարածաշրջանի մասով ենք նայում, այսինքն եթե կարգավորում են Իրանի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունը, դա էլի նվազեցնում է Իրանի եւ արաբական երկրների միջև կոնֆլիկտի հնարավորությունը։ Մեր տարածաշրջանում մեր տարածաշրջանի ներգրավվածությունը պոտենցիալ մեծ կոնֆլիկտի դեպս Ադրբեջանի Իսրայելի հետ ընդդեմ Իրանի։ Դրա հավանականությունը նվազում է, այսինքն անվտանգային մակարդակը էականորեն բարելավում է տարածաշրջանում։ Տեսեք, Իրանի նախագահի այցից հետո տպավորություն էր, որ շատ կառուցողական այց է եղել, հասկացել են Բաքուն ու Թեհրանը իրար, բայց դրան հաջորդած օրերում Բաքվից նորից տաքանում է արևմտյան Ադրբեջան Իրանի ուղղված այդ թեման, ընդ որում թուրքական աջակցությամբ։ Պետք է ենթադրել, որ այնքան էլ այնպես չի եղել այդ հանդիպումը։ Պետք է հասկանալ ընդհանուր գործընթացը։ Տեսեք, ես նշեցի իմ խոսքում, շատ արագ կերպով բանաձևեր են փոխվում։ Ներողություն, Իրանի նախագահի այցին հաջորդելու էր Իսրայելի վարչապետի տևական երկարատև այցը, որը տեղի չունեցավ։ Հետևաբար, որպեսզի եւ պարզ էր Իսրայելի վարչապետն ինչի համար է գալու։ Պարզ է, որ առանցքային խնդիրը հակաիրանական ինչ-որ գործողություններ պլանավորելու մեջ է։ Բայց 3 թե 4 օր։ Այո, 4 անգամ 5 օրի այցի մասն էր խոսում։ Բայց մենք տեսանք, որ այդ սցենարը գոնե այս պահին եւ կարճաժամկետ հեռանկարում իրատեսական չէ։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև եղած հարաբերություններում սառնությունը դրա վառ օրինակն է։ Թրամփը եկավ տարածաշրջան առանց Իսրայել այցելելու եւ ասեմ ավելին, վերջին շրջանում երկու կողմերի միջև շփումներ էլ չկան, այսինքն ակնհայտ նկատվում է, որ կողմերի մեջ կա սառնություն։ Հետևաբար ռազմական սցենարի հավանականությունը Իրանի դեմ
եւ դրանում Ադրբեջանի ներգրավության անհրաժեշտությունը այս պահին հետին պլան է գնում։ Սա է պատճառը, որ Իսրայելի վարչապետը չայցելեց, որովհետեւ այս պահին առարկայական թեմա չկա քննարկել։ Իսկ իրանք պլանավորում են մայիսի ընթացքում անգամ հունիսին հնարավոր ինչ-որ ռազմական գործողություն իրականացնել։ Պարզ է, որ Իրանի նախագահին այդպես պետք է ընդունեին, որպեսզի հետո կարողանան մարսել եւ չեզոքացնել իրանական կողմից Իսրայելի վարչապետին ընդունելու ուրեմն եւ քննարկվելիք թեմաների հետ կապված առնվազն քարոզչական եւ վերլուծական բավականաչափ մեծ գրողները Իրանից եւ որոնք ունենալու են բովանդակային հիմք։ Կարծում սրա այս դրամաբանության մեջ է։ Այսինքն այստեղ շատ ավելի մեծ էր քարոզչական ֆոնը, ինչ որ բավականաչափ ջերմ աննախադեպ երկկողմ հարաբերություններում առաջընթացի պատկեր ցույց տալու, քան իրական բովանդակությունը։ Դու բովանդակային առումով շատ ավելի կարևոր էր Իրանի հակառակորդի հետ, այսինքն Իսրայելի հետ ուրեմն քննարկումները, որոնք այդպես էլ չկայացան։ Ադրբեջանցի քաղաքագետը ասում է այսօր Ադրբեջանը Իսրայելի կարիք ավելի շատ ունի, քան Թուրքիայի։ Մի քիչ պարադոքսալ միտք է հայտնում, բայց մտածելու տեղիք տալիս։ Ոչ թե ես այդպես չեմ գնահատի, որովհետև Ադրբեջանի անվտանգային համակարգի, ընդ որում թե հատկապես ռազմաքաղաքական դրա բաղադրիչի առանցքը Ադրբեջան-Թուրքիա դաշինքն է, Շուշվա, բայց այս բանը ինչու է Իսրայելի հետ հարաբերությունն ավելի կարևոր, որտեղ ռազմավարական նոր ծրագրերի համատեքստում Իսրայելն ավելի շատ բան է կարող առաջարկել Ադրբեջանին, քան Թուրքիան, որտեղ մենք տեսնում ենք Թուրքիայի կողմից որոշակի կայունություն մեր տարածաշրջանում ակտիվության թուլացում, ավելի կենտրոնացում մեր ցեղարարքի վրա եւ Սիրիայի վրա։ Իսկ Իսրայելի պարագայում հակառակն ենք տեսնում։ Իսրայելն ավելի շահագրգռված է, որ բռնկվի ինչ-որ բան։ Այո, որ բռնկվի հատկապես Իրանի դեմ եւ Ադրբեջանին այդտեղ ներգրավի, իսկ մենք գիտենք, որ Ալիևը հայտնի խաղացող է եւ սիրում է նման արկածախնդրությունների մեջ ներգրավել։ Եվ մյուս կարևոր հանգամանքը վերջին մի քանի ամիսներին մենք տեսնում ենք Ադրբեջան-Իսրայել համատեղ ջանքերով փորձ կարգավորելու Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները եւ Ադրբեջան-Միացյալ Նահանգների հարաբերությունները, որ նոր որակի արձանագրում, որը տեղերում իսրայելական ակտիվ լոբինգով, բայց հենց այստեղ որ նշում բանաձև է փոխել։ Այս խնդիրը, որ առաջացել է Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջև, փաստացի տորպեդահարում է այս բանաձևը եւս, այսինքն Իսրայել, Ադրբեջան, Միացյալ Նահանգներ այդ նոր նախադեպը չունեցող, այդպես են ասում, հա, գործընկերային ձևաչափը փաստացի այս բանին սառեցված է։ Հիմա այս ֆոնին մեր անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնում է նախ Հնդկաստան, հետո Իրան։ Իրան, եթե չեմ սխալ։ Հա, արդեն մեկնել է Հնդկաստան եւ վաղը մեկնել է Իրան։ Վաղը Իրան։ Կապել Պակիստան-Հնդկաստան կոնֆլիկտի հետ, թե ավելի Դե Իրան այցը ինքը թեմատիկ պատճառ ունի։ Բաքվի հայտարարությունները այդ ֆոնին։ Իրան այցը, Թեհրան այցը թեմատիկ պատճառ ունի, այնտեղ Իրանի արտգործնախարարության կողմից ամենամյա Թեհրանի երկխոսություն ֆորումն է տեղի ունենալու եւ կարծում եմ որպես նաեւ պատվավոր հյուր է մեկնում եւ այնտեղ գուցե նաեւ ելույթով հանդես գա Արմեն Գրիգորյանը դերս օրակարգի մասին տեղեկություններ չունի, դրա համար պայմանական եմ նշում։ Իհարկե այնտեղ եւս կարող հանդիպումներ կլինեն, կլինեն հայտարարություններ կլինեն եւ նաեւ երկկողմ օրակարգի վերջին ճշգրտումները կլինեն, իսկ Հնդկաստանի մասով եւս չի բացառում, որ այդ կոնֆլիկտը Պակիստանի հետ անշուշտ դեր ունեցել է։